Երևանում անցկացվելիք Եվրոպայի հրաձգության առաջնության ընթացքում տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց առաջի տեղը և ունենք ոսկի։ Աղջկեքի հավաքականը Հայաստանի զբաղեցրեց երկրորդ տեղը արծաթով։ Շնորհավորենք մեր մարզիկներին և մաղթենք նորենոր նվաճումներ։ Դրա հետ մեկտեղ մեր հայ գիմնաստը Համլետ Մանուկյանը հաղթահարեց Եվրոպայի քվեարկությունը և դարձավ Եվրոպայի լավագույն գիմնաստ 2025 թվականի շրջանակներում, անցնելով մեր հարևան Մազութստանի Թոֆիկին։ Շնորհավորենք մեր Համլետին և մաղթենք իրան նույնպես նորենոր նվաճումներ և ոսկե մեդալներ հանուն Հայաստանի Հանրապետությանը և հայերի։ Իսկ հիմա լավ հայերից անցնենք սրիկաներին։ Դուբայից Երևան, Մասկատ քաղաքից Երևան կազմակերպող թռիչք կա, որը կազմակերպում է Fly One ավիաուղին, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, այսինքն հանրաճանաչ օլիգարխ կրզոյին։ Եվ տոմսերի արժեքը տատանվում է 900 եվրոից մինչև 1100 եվրո։ Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները հայտարարել են, որ պատրաստվում են անվճար տրանսֆեր կազմակերպել այն մարդկանց համար, ովքեր արդեն գնել են կամ պատրաստվում են գնել Fly One-ի տոմսերը։ Այո, Հայաստանի արտգործնախարարության ստորաբաժանումը աշխատում է որպես լոգիստիկ հաբ, այսինքն օլիգարխների հարստացման համար։ Ոչ թե կազմակերպում են անվճար չվերթ, որով բոլոր Հայաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են վտանգի տակ, կարող են վերադառնալ հայրենիք, այլ իրենք կազմակերպում են տրանսֆեր այն ուղևորների համար, ովքեր գնել են Fly One-ի թանկ տոմսերը։ Լավ եղեք, զգույշ եղեք, ուշադիր եղեք,